Ալիևի պահանջով ենք ես անում կամ են չենք անում։ Ներողություն իմ մոտ տպավորությունն է, որ դուք եք ամբողջ օրը քնում, զարթնում, արթնանում, շնչում, հաց ուտում, արտաշնչում Ալիևի մասին, Ալիևի պահանջով կամ ի որևէ հարաբերակցություն Ալիևի։ Մեր համար, ինչով մենք ենք առաջնորդվում, քնում, զարթնում եւ գործում, Հայաստանի Հանրապետության շահն է։ Մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության թիվ 1, 2, 10, 20, 100-րդ հորիզոնականում գտնվող շահերը ենթադրում եւ պահանջում են Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության պահպանումը, հաստատումը, հետագա ինստիտուցիոնալիզացումը եւ մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով, անշեղորեն։ Արցախայցյան նկատմամբ պետական ատելություն ասեցիք, պետական մակարդակով ատելություն։ Դե ներողություն, սա ուղղակի կներեք էլի անձնապես ձեզ չեմ ասում, բայց այսպիսի բան պնդելը անպատկառություն է, ես ուրիշ բառ չգիտեմ ոնց բնութագրեմ, էլի, եւ եթե փորձեմ էլի բառեր գտնել, մենակ ասացիցս ավելի վատ մագդիրներ կլինեն։ Հայաստան Հանրապետությունը ամեն ինչ արեց, որ չլինի բռնի տեղահանությունը։ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ արեց, որ այնտեղ ուղիղ երկխոսություն ձևավորվի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն բռնի տեղահանությունից հետո ամեն ինչ արեց, որ մեր սիրելի, ես բառացի մեջ բերում, քույրերը եւ եղբայրները բռնի տեղահանված իրենց բոլոր առաջնային կարիքները հոգալու, բոլոր հնարավոր գործիքները ունենան։ Այն որ բոլոր մեր միջազգային գործընկերներին, որ ասում ենք, որ մենք երկրորդ բանի հագուստ չենք տալիս, հագած հագուստ չենք տալիս, մենք չգիտեմ, մի բուր բրինձ չենք տալիս, մենք փող ենք տալիս, որը կբավարարի հագուստ գնելուն, որը կբավարարի իրենց նախընտրած սնունդ առնելուն, այն որ հիմա բնակարան շինության համար այդպիսի գումարներ են հատկացվում, կարող լիներ ավելի շատ, պարզ է, տնից տեղից զրկված մարդիկ են, այսինքն ինչքան էլ ֆինանսական ներարկում անես, դա կպահանջի ավելին, ինչքան շատ այնքան լավ, հասկանալի է, 0-ից նոր կյանք են հիմնադրում շատերը հյուսիսային պողոտաները իրանցն են եւ բիզնեսներն ու գործարաններն են իրանցը եւ մեծ գործարանները, բայց դե ասենք ռացիոնալ, սթափության մակարդակում, ել եմ ասում, ես չեմ ասում, մեր միջազգային գործընկերներ են ասում, որ բոլոր անհրաժեշտ քայլերը արվել են եւ արվում են, եւ այդքանից հետո մեղադրել Արցախայցյան նկատմամբ պետական, ուրեմն ատելության, ես մոտավորապես չեմ վախենում բանավեճից, ես հասկանում եմ ինչ եք ակնարկում, ուզում եք խոսակցությունը տանեք երեկվա միջադեպին, եթե ուզում եք ասեք, ես էլ կասեմ, այնքան կասեմ, որ ձեր միկրոֆոնը կհոգնի, բայց շատ բան կա ասելու, բայց չեմ ուզում հիմա այս վարկանին առաջ անցնել։